Եվ այսպես ուշադրություն իրականում մենք վերջին շրջանում մի քիչ արդեն կասկածում ենք, որ մեր ժողովրդի վրա իսկապես շատ մեծ անեծք կա, այսքան մահը, այսքան երիտասարդների անտեղի մահանալը ուղղակի ապշեցնում է։ Նախ սկսենք Ծաղկաձորի դեպքից, երբ որ երկու երիտասարդ աղջիկներ անիմաստ տեղը մահացան, երբ որ 19 տարեկան վարելու իրավունք չունեցող կվադրոցիկլի վարորդը արագություն գերազանցելու արդյունքում կամ առհասարակ կվադրոցիկլը աջ ու ձախ պտտելով կարծես հնարքներ էր անում վարելով, այն շուռ է տալիս, աղջիկները դուրս են թռչում դրա մեջից, երկուսը մահանում են եւ այս երիտասարդը դիմում է փախուստի։ Խայտառակություն, իհարկե ձերբակալում են իրան, բայց նա այս պայծրությամբ երկու մարդու կյանք է խլել եւ պետքա ենթարկվի շատ դաժան պատասխանատվության եւ նրան այդ կվադրոցիկլը վստահողներ եւս պետքա ենթարկվեն պատասխանատվության եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ անվերահսկելի է դարձել։ Եթե երթևեկությունը ունի այսօր կանոններ, երթևեկության կանոնների խախտման պատճառով հենց այսօր մեկ անձ մահացել է տեղում, 12 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Եթե կանոններով ինչ-որ մի բանը այս վիճակի է հասել, բա անկանոն ինչ-որ մի բանը ինչքան մարդու կյանք կարող է խլել։ Դա իհարկե գալիս է մեր ժողովրդից, որ շատ շատերի ուղեղի տեղը ուղղակի թեփական գոյություն չունի ոչ մի բան դատարկություն է, չեն հասկանում, որ մարդկանց կյանքի հետ են խաղում, մարդկանց ընտանիք են քանդում, մարդկանց երեխաներին են սպանում, ինչ տարբերություն վիճաբանության արդյունքում սպանել, թե տանել եւ գլուխները ուտել երթևեկության մեջ։ Սա եւս շատ ցավալի դեպք էր, ամբողջ հայազգը ցավակցում է ընտանիքների անդամներին, երկու աղջիկների մահվան կապակցությամբ։ Սա իհարկե դժբախտ պատահար էր, բայց նաեւ կառավարելի էր, որը կարող էր ուղղակի չլինել, բայց եղավ։ Հետո լսեցինք սպանություն էջմիածնում։ Սպանել են մի երիտասարդի, ով մեքենա վարելիս ընկել է ջրափոսը եւ ջրափոսում եղած այդ ցեխաջուրը շփվել է ինչ-որ մեկի մեքենայի վրա եւ նա կանչել է հաշվեհարդար տեսնելու։ Երիտասարդ տղան գնում է հաշվեհարդարի, այսինքն հարց ու պատասխանի վիճաբանությունը սկսվում, քաշքշուկ, ծեծ, հետո արդեն քարով խփում եւ սպանում են երիտասարդին, ով որ պատերազմի մասնակից էր, թուրքի գնդակից չմահացավ, հայի հարվածից մահացավ։ Այս ազգն ենք մենք դարձել եւ ընդամենը սա 2-3 օրվա պատմություններ ու էլի կան պատմություններ, երբ որ հայրը որդուն գումար չի տալիս, ով որ չափահաս աշխատունակ երիտասարդ է եւ այդ պատճառով որդին դանակի տասնյակ հարվածներով սպանում է հորը, գումարը շպրտում հոր դիակի վրա եւ գնում, որ գցվի մոստից եւ պարեկները նրան թույլ չեն տալիս եւ նա պարեկներին հայտնում է, որ ինքը սպանել է իր հորը եւ ուղեկցում է իրանց տուն, հորը գտնում են իհարկե սպանված։ Սա որ մի հատ ինչ-որ ֆիլմում տեսնենք, ասենք սա ֆիլմ է եւ դրա համար չափազանցրել են, որ հետաքրքիր լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, մարդկանց ուղեղը չգիտես ոնց է աշխատում կամ ինչ են այս մարդիկ ուտում, որ կորցրել են իրանց խիղճը, բարոյականությունը, մտածելու ունակությունը եւ բնազդաբար են շարժվում կենդանիների նման։ Միայն կենդանին է վախից սպանում մարդուն կամ առհասարակ ուրիշ կենդանիների։ Եվ այսպես ուշադրություն Միացյալ Նահանգներում Լաս Վեգասում երեկ ընթանում էր Վարդան Ղուկասյանի դատական հերթական նիստը, ըստ փաստաբանի փոխանցած տվյալներով, որոնք հասանելի են մամուլում, դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունը, այն տևել է 4 ժամ, եւ Վարդան Ղուկասյանին լսելուց հետո դատավորը որոշել է նիստը հետաձգել հաջորդ ամսվա սկիզբ, այսինքն մի քանի օրից կլինի հերթական դատական նիստը, որի ընթացքում պետք է դատավորը լսի փաստաբանական խմբի եզրակացություններին, բողոքներին, առաջարկներին եւ այլն եւ այլն։ Շատ ակտիվ կերպով է այս դատական process-ները ընթանում, բայց նաեւ երկար, որովհետեւ Վարդան Ղուկասյանը արդեն մի քանի ամիս է ձերբակալված պահվում է Միացյալ Նահանգների միգրացիոն բանտում, իհարկե հաճախակի նա ուղերձներ է ուղարկում, ուղերձներ է հղում, նաև ձայնային, այսպես ասած, ուղերձներ ունի, նա հետևում է
ամբողջ իրադարձություններին, քաղաքական կյանքին Հայաստանի Հանրապետության ներսում եւ անընդհատ փորձում է մնալ իրազեկված եւ ամեն անգամ կարևոր իրադարձությունների ժամանակ իր կարծիքը արտահայտում է մարդկանց ցույց տալու համար, որ ինքը ամեն ինչ էլ գիտի, ամեն ինչին հետևում է եւ դատական գործընթացը երբ որ ավարտվի եւ եթե նա ազատ արձակվի, բնականաբար իր գործը շարունակելու է։ Մնացած որևէ նորություն, թե ինչ որոշում կընդունի դատավորը կամ փաստաբանական խումբը ինչ է ասել, Վարդան Ղուկասյանը ինչ է հայտնել դատավորին, նման տեղեկատվություններ իհարկե ոչ մեկին հասանելի չեն, դրանք միայն ունեն փաստաբանական խմբի ներկայացուցիչները, Վարդան Ղուկասյանը եւ քանի որ հրապարակային չեն, դրա մասին մենք եւս տեղյակ չենք։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ շատ բարդ գործընթաց է սա, շատ լավ գիտակցում ենք, որ երկարատև է նաեւ, իհարկե ահագին ժամանակ արդեն գնում է այս դատական process-ը, բայց կարող է այսքան եւս շարունակվի, եւս մի քանի ամիս շարունակվի, իհարկե իր աջակիցները հույս ունեն, որ Վարդան Ղուկասյանը ազատ կարձակվի հենց հաջորդ ամիս, վերջին դատական նիստը կլինի դա, բայց իրականում չենք կարծում, որովհետև դատավորը դեռևս լսումները կշարունակի, միգուցե մինչև այս տարվա վերջ այս դատական process-ում լինի հստակ որոշում, բայց մենք գիտենք մի բան, եթե Վարդան Ղուկասյանի մեջքին կանգնած չլինեին փաստաբանական խմբեր, այսօր լիքը հայեր միանգամից մեկ դատական նիստով դեպորտացիայի են ենթարկվում Միացյալ Նահանգներից։ Թրամփի որոշմամբ, որ միգրանտներին հանեք Միացյալ Նահանգներից, արդեն 2800 հայ ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն, նույնքան քանակությամբ հայերի նկատմամբ ընթանում են process-ներ, Ամերիկա, Մեքսիկա սահմանին հազարավոր հայ բանտարկյալներ կան, որոնց փաստաբանները չեն կարողանում բանտերից հանել, այսինքն եթե Վարդան Ղուկասյանի դատը այսքան ձգձգվում է եւ դատավորը միանգամից դեպորտ չի անում նրան, ուրեմն դեռևս Վարդան Ղուկասյանի աջակիցները պետքա հույս ունենան, որովհետև այնպիսի տերոր է իրականացվում Ամերիկայում միգրանտների դեմ, որ Վարդան Ղուկասյանը հաստատ չէր կարողանալու խուսափել դրանից, նաև այն պատճառներից, որ Վարդան Ղուկասյանը ըստ էության ակտիվ քաղաքական գործիչ է եւ նաև աչքի է ընկել հայհոյանքներով իր եթերներում, որոնք բնականաբար Հայաստանի իշխանություններին, Հայաստանի ընդդիմության եւ առհասարակ ում դրանք վերաբերվել են, հաստատ անուշադրության չէին մատնվելու, նույնիսկ Միացյալ Նահանգներում այսօր շատերի ձեռքերը ամենտեղ էլ հաստում է։ Եվ քանի որ մենք մանրամասներին տեղյակ չենք եւ նաեւ գիտենք, որ դատարանը Ամերիկայում է, դատավորը ամերիկացի է, մենք ուղղակի ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի անկախ դատական վճռից, այսինքն դատավորը կորոշի Վարդան Ղուկասյանը մեղավոր է, ուրեմն մեղավոր է, անմեղ է, ուրեմն անմեղ է, այսինքն մենք տեսնում ենք, որ դատավորը նախ ինքը ամերիկացիա չի կարող կախում ունենալ Հայաստանի իշխանություններից եւ իր վճիռը պետքա որ օրինական վճիռ լինի։